երբ տոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը, լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո հորը գաղտնաբար, եւ քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ։ Այսինքն պահ պահելիս մարդիկ ասում են պահք են պահում, տեսքը ծնգնում է, սննդարար բաներ չեմ ուտում, միշտ չեմ ուտում, կաթնեղեն չեմ ուտում, պանի սիրում եմ չեմ ուտում, դրանից ես շատ վատն եմ, չէ ասում, այդպես չի։ Եվ Սուրբ Գիրքն էլ է սովորեցնում, որ այդպես չի։ 3 մանուկներին կհիշեք, Դանիելի ընկերներին, Միսակին, Սեդրակին, Աբեդնագովին, իրենց թագավորական սեղանից էին կերակուր մատակարարում, ոչ միայն իրենց, այլ բոլոր գերության մեջ գտնվող այն շնորհալի երիտասարդներին, որոնց ընտրել էր Ասորեստանի թագավորը, բայց ինչ էին անում սրանք հրաժարվեցին այս 3-ը, ասեցին ձեր տեսքը կփչանա, դուք կտկարանաք, կնվաղեք, կթուլանաք, թագավորը մեզ կպատժի դրա համար, որ տեսնի ձեզ լավ չեն, ասեց չէ, մեր տեսք ավելի լավ ալնելու, քան թագավորի սեղանից օգտվողներին, դուք մեզ տվեք մեր պահքի կերակուրները, մեր կրոնական կերակուրները եւ իրականում իրենց տեսք ավելի լավ էր եւ երբ որ թագավորը ընտրեց, սրանց ճանաչեց ամենից խելացի, ամենից իմաստուն, ամենից շնորհալի եւ երբ որ փորձություն եկավ իրենց վրա, իրենց գցեցին կրակի հնոցի մեջ, նույնիսկ կրակը իրենց չկարողացավ վնասել, որտեվ իրենք պահեցողներ էին, որտեվ իրենք աստծոլունքից չշեղվեցին, զորացան եւ նույնիսկ կրակի բոցերին հաղթեցին, մահվանը հաղթեցին, որտեվ Աստված իրենց հետ էր։ Իրենց ընկերը Դանիելը, որ նորից պահեցող էր, Դանիելն էլ առյուծների գուբը գցեցին, առյուծները չկարողացան իրեն վնասել, որտեվ ասում է Դանիելը բերանը փակել էր կերակուրների առաջ, Աստված առյուծների բերանը փակեց Դանիելի առաջ, որ Դանիելին չկարողանան վնասել։ Ուրեմն պահքը շատ կարևոր է եւ ասում է ձեր պահեցողությունն էլ թող ծածուկ լինի, իցույց մարդկանց չլինի, ծածուկ արեք։